Հրատապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցը այսօր Հայաստանում կավարտվի եւ կշարունակվի Ադրբեջանում, ինչպես տեսանք, Վենսը կնոջ հետ այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ձեր ուժը, ձեր քաղաքական ուժը ողջունել էր այս այցը եւ հույս հայտնել, որ այցը նոր գլուխ կբացի հայ եւ ամերիկյան ժողովուրդների դարավոր բարեկամության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ավելի քան 100-ամյա քաղաքական հարաբերությունների մեջ։ Մինչեւ անդրադառնալը դետալային, թե ինչ համաձայնություններ ունենք ձեռք բերված, ընդհանուր առմամբ փորձենք գնահատել, ամփոփել, արդյոք ձեր այդ հույսը, ձեր քաղաքական ուժը, որ հայտնել է, դա ինչ որ չափով արդարացավ։ Նախ շատ լավ հատված էիք ընդգծել մեր հայտարարությունից ավելի քան 100-ամյա հարաբերությունների մեջ, որտեղ մենք նաև այդ հայտարարությամբ ընդգծել ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն սկսվել 91 թվականին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունները առկա են դեռ 1918 թվականից սկսված եւ Հայաստանի Հանրապետությունը դա սովետական Հայաստանի Հանրապետությունը չէ։ Իդեպ սրա մասին նաև ժամանակին անդրադարձել էր եւ Պետդեպը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նմանատիպ ձևակերպումներ անելով։ Սա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է Վենսի այցելությանը։ Մենք պիտի հասկանանք, որ այսօր ԱՄՆ-ում եւ ԱՄՆ-ի մանավանդ արտաքին քաղաքականության մեջ կա որոշակի երկատում։ Կա ԱՄՆ-ի քաղաքականություն եւ կա Թրամփի քաղաքականություն։ Եվ այսօր Հայաստան է այցելել ԱՄՆ-ի փոխնախագահը եւ Թրամփի տեղակալը։ Եւ միշտ չէ, որ այս երկու անձինք նույն մարդն են։ Փիլիսոփայորեն ասած, այսինքն բարձրը Վենսն է։ Եվ այստեղ մի կողմից կա Վենսի կողմից եւ ԱՄՆ-ի կողմից շահագրգռվածություն մեր տարածաշրջանի նկատմամբ եւ մանավանդ Հայաստանի նկատմամբ, որը եղել է միշտ։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին Ալիևը ասում էր, որ Հայաստանը շրջանցող բոլոր ճանապարհներին ԱՄՆ-ն դեմ է քվեարկում, դեմ է դուրս գալիս։ Եվ սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն միշտ փորձել է եւ փորձում է աջակցել Հայաստանին։ Մյուս կողմից մենք ունենք Թրամփի տեղակալ, որը նաեւ զբաղվում է իր այցելության ընթացքում Թրամփի ուղու գովազդով եւ Թրամփի գովազդով, եւ այս երկուսը մենք պետք է իրարից տարանջատենք։ Այո, Հայաստանը նորից վերստին ստանում է որոշակի հնարավորություններ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները ավելի խորացնելու, մեր քաղաքական ուժը նաեւ հայտարարության մեջ նշված է ոչ մեկ անգամ է ասել, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։ Սակայն մենք տեսնում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այս հնարավորություններից, պահելով Հայաստանը ռուսական ծիրում, պահելով Հայաստանը հապկում, ԵԱՏՄ-ում եւ այլն, ինչի արդյունքում նորից բացված պատուհանները վաղ թե ուշ փակվելու են։ Եվ նորից այդ պատուհաններից օգտվելու են մեր թշնամիները եւ նորից մենք դուրժելու ենք այս ամենից։ Պարոն Սաֆարյան, հենց միայն այդ առումով ես ավելի մեծ հատված էի ուզում մեջբերել, բայց լավ, միայն այդ համատեքստում մի փոքրիկ մեջբերում անեմ, Վենսի խոսքում այսպիսի մի ընդգծում կա։ Սա քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ։ Ինչպես գիտեք, սա այդ միջուկային համագործակցության շրջանակներում է։ Հիմա Վենսի այս ընդգծումը ինչպես կարող է Վենսը այդքան անլուրջ մարդ է, որպեսզի այսպիսի ընդգծում անի այն պայմաններում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ձեր ասած ամբողջական ռուսական ծիրում է եւ վտանգ կարող է լինել, որ այդ տեխնոլոգիաները Հայաստանից տեղափոխվեն, ասենք, Ռուսաստան։ Նախ ես չասեցի, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական ռուսական ծիրում է, Նիկոլ Փաշինյանը զգալիորեն թուրքական ծիրում է, թուրքական վերահսկողության եւ նաեւ պահպանում է Հայաստանը պահում է փաստաթղթերով եւ դե ֆակտո ռուսական Փաստաթղթերով, այո։ Իսկ այդ փաստաթղթերը մենք խախտում ենք, ինչ են շարունակում փաստաթղթերով, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ստորագրած փաստաթղթերին չի ենթարկվում։ Ենթարկվում է եւ փաստաթղթերը գործող փաստաթղթեր են։
Հա հիմա հակասությունը ինչպես եք բացատրում, Հակասությունը, որովհետև այն ժամանակ այո։ ասում էին, քանի դեռ մենք փաստաթղթերով Ռուսաստանի հետ ենք, մենք այսպիսի համաձայնություններ, անգամ սպառազինություն, ասում էին այլ երկրներից չեն կարող ձեռք Սուտ էին բերել, բայց ասում։ ինչ ցույց տվեց ժամանակը եւ ինչ Այո, ցույց տվեց նայեք, իրականությունը։ սուտ էին ասում։ Հիշենք, որ այսօր օրինակ հենց Վենսի այցելության շրջանակներում այդ իշխանական եւ պրոիշխանական այդ սազանդարական խումբը անընդհատ խոսում է, որ ԱՄՆ-ից Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր։ Այո։ Իսկ ԱՄՆ-ն երբևիցե դա արգելել էր Հայաստանին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ժամանակին Բոլթոնի այցելության ժամանակ Բոլթոնը շատ հստակ առաջարկեց զենք ձեռք բերել ԱՄՆ-ից։ Այսինքն այստեղ ոչ մի նորություն չկա, եւ սա դեռ հրապարակային է, ոչ հրապարակային մի խոշոր առաջարկ եկավ ռազմական բնույթի Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները այդ առաջարկը այնպես փոշիացրեց, որ այդ մարդիկ էլ երբեք Հայաստանում չերևան, եւ դա դեմոնստրատիվ արվեց։ Շատ լավ է ժամանակ փոշիացրեցին, հիմա չեն փոշիացնում։ Գուցե Այ կարիքը այ հիմա ստիպեց Այ խնդիրը ինչու՞մ է։ Նայեք, այ խնդիրը հնարավորություններից։ ինչու՞մ է, եթե հնարավորությունից մենք չենք օգտվում։ Այո, ԱՄՆ-ն նայեք, մենք ունեցանք մեր ուրեմն ազգակցի ջանքերով ունեցանք Nvidia-ի կողմից բավականին տեխնոլոգիական խոշոր ներդրում, որը իհարկե պարզ է, որ նաև ԱՄՆ-ի իշխանությունների հավանությամբ է։ Սակայն սա արկա հնարավորությունների մինիմալն է, որ ԱՄՆ-ն մեզ առաջարկում է, եւ ես նորից եմ կրկնում, որ շատ խոշոր առաջարկ էր այսպես ուղարկվել Հայաստան, եւ այդ առաջարկը մինչ օրս չի գործում։ Այդ մարդկանց ուղղակի քշել են, ասում են, այստեղ չերևաք։ Եվ մենք օգտվում ենք ընդհանրապես այդ ամբողջ հնարավորությունների փոքր մի մասից, որպեսզի հանկարծ չնեղացնենք Թուրքիային եւ հանկարծ չնեղացնենք Ռուսաստանին։ Ինչ է նշանակում չնեղացնենք Թուրքիային։ Մենք այս հնարավորություններից եթե օգտվում ենք, սա նշանակում է ուժեղանալ, սա նշանակում է զորանալ։ Եվ նեղացնել Թուրքիային, որովհետեւ Ինչ պետք է անել Թուրքիան նկրտումներ ունի Հայաստանը գրավելու եւ առհասարակ տարածաշրջանը գրավելու։ Եվ եթե իսկ տվյալ առաջարկը, որի մասին ես խոսում եմ, դա շատ ուղիղ կերպով նեղացնում էր Թուրքիային եւ Ռուսաստանին էր նեղացնում, եւ այդ մարդկանց դրա համար ուղարկեցին Հայաստանից հեռու։ Ինչի հետևանքով մենք ընդհանրապես փոքրիկ օգուտներ ենք քաղում արկա իրավիճակից, մեծ ուրեմն առաջընթաց ձևավորելու փոխարեն։ Եվ այնպիսի տպավորություն է, որ այդ օգուտներն մեզ ստիպում են, որ մենք քաղենք։ Դե ձեր ասածից այո, այդպես է ստացվում է, որ իրենք Ցավոք իհարկե։ ստիպում են, մենք էլ փորձում ենք։ Իհարկե որոշ դեպքերում ստիպում են, որտեղ որ իրենց շահը կա, այնպես չի, որ մեր գեղեցիկ աչքերի համար է դա արվում, մենք պիտի հասկանանք, որ միջազգային հարաբերություններում ոչ մեկ գեղեցիկ աչքերի համար մեզ չի օգնելու։ Եվ ԱՄՆ-ն, որ տարիներ շարունակ մեզ անընդհատ աջակցել է, շարունակում է աջակցել, դա չի արել մեր գեղեցիկ աչքերի համար։ Դա արել է իր շահերից, իր ռազմավարական ծրագրերից ելնելով։ Ուղղակի մենք մեր շահերը, որոնք համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, պետք է կիրառենք, կապիտալիզացնենք։ Մենք դա չենք անում։ Եվ մնում ենք եւ ունենք, ինչպես ասում են, այն ինչ ունենք։ Առավելագույնը ինչ կարող ենք ստանալ հիմա, եթե փորձեք Վենսի այցելությունից, թե առհասարակ հայ-ամերիկյան պատուհանից։ Արդեն իսկ մեր հայտարարության մեջ նաև գրել ենք, որ մենք կարող ենք գնալ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, մենք այդ ուղղությամբ չենք գնա։ Դա միանգամից պետք է տեղի ունենա, թե դրան պետք է աշճանական քայլ առ քայլ հասնել, այդ ընթացքում այո թուլացնել ռուսական ազդեցությունը եւ բերել հասունացնել մի պահ, որ արդեն կխզվեն նաև որոշակի պայմանագրեր, ասենք կառույցների հետ կապված, ոչ գուցե Հայաստան-Ռուսաստան ուղիղ հարաբերությունների մասով, բայց ՀԱՊԿ, ԵԱՏՄ, դրանց պետք է աշճանական չհասնել, մի քանի ասպեկտ, դա ունի մի քանի ասպեկտ։ Նախ, եթե մենք խոսում ենք օրինակ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակից դառնալու գործընթացի մասին, դա տեղի է ունենում ընդհանրապես նախագահի ստորագրությամբ։ Այսինքն դա կարող է տեղի ունենալ 5 րոպեում։ Ինչ վերաբերվում է աստիճանաբար գործողություններին, քննարկվող հարց է սա, ընդհանրապես սա պետական կառավարման մեջ պետք է բեկում նային, թե աստիճանաբար գործողություններ, դա կախված է պետության բնույթից եւ տարածաշրջանից։ Նայեք, ժամանակին ուրեմն Եգիպտոսը հանդիսանում էր սովետական միության ռազմավարական դաշնակիցը, զինվում էր սովետական զենքով եւ ըստ էության սովետական զոնա էր։ Սակայն Իսրայելի հետ պատերազմից հետո եգիպտացիները հասկացան, որ
Սովետական միության հետ հարաբերությունները իրենց լավ բանի չի տանում, որտեղ ստանում են խոստումներ, բայց պրակտիկ աջակցություն չկա։ Եվ միանգամից անմիջապես բեկումնային փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը եւ հետագայում դարձան նաեւ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից։ Այսինքն այդպիսի տարածաշրջաններում, այդպիսի խնդիրների առկայության պարագայում բեկումը լինում է միանգամից։ Օրինակ մենք տեսանք, որ Արցախյան պատերազմի շրջանակներում Ռուսաստանը ոչ միայն մեզ չօգնեց, այլ մեզ խանգարեց։ Այսինքն մենք կռվում ենք օգնեց թշնամուն։ Այո, մենք կռվում ենք եւ Ռուսաստանի դեմ, եւ Թուրքիայի դեմ, եւ Ադրբեջանի դեմ։ Եվ այսպիսի գործողություններից հետո, օրինակ վերածս օրինակի նման, Եգիպտոսի նման, Հայաստանը պիտի բեկումնային փոփոխություն անի։ Եվ սա նաև ունի պրակտիկ, ուրեմն անհրաժեշտություն, որովհետև դու կարող ես ժամանակ չունենաս։ Այսօր մենք տեսեք ինչ իրավիճակում ենք ապրում։ Թուրքական զորքը եկել փաթաթվել է Սյունիքի պարանոցի։ Այնտեղ մնացել է ընդամենը 30 կիլոմետրանոց մի այսպես շնչուղի, որը նրանք կարող են շատ արագ փակել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Եվ այսպիսի պայմաններում դու ժամանակ չունես այդ դանդաղ քաղաքականության, որի մասին որ դուք խոսեցիք։ Եթե դա Շվեյցարիան է, եթե դա, չգիտեմ, Ֆրանսիան է, հա, կամ ավելի կայուն տարածաշրջանում գտնվող պետությունները, ապա իրենք այդ մանևրի տեղը ունեն։ Անկամ նրանք կարող են ոչ թե դանդաղ արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այլ մանևրել։ Այսինքն այդ վեկտորը մեկ տանել աճ, մեկ տանել ձախ։ Ցավոք սրտի մենք մեզ այդ մանևրից զրկել ենք, մենք այսօր հասել ենք ծայրահեղ ծանր վիճակի, այսինքն գոյութենական խնդիրների առաջ ենք կանգնած եւ շարունակում ենք սխալ քաղաքականությունը։ Այդ թվում նաեւ օրինակ թրիփի հետ կապված, չէ՞։ Մենք ասում ենք, որ եկեք մեր տարածքը նվիրենք ամերիկացիներին։ Չենք նվիրում, վարձատրությամբ տալիս ենք, պարոն Սաֆարյան։ Եսի նկատի ունեմ դրա վերահսկողությունը, չեմ ասում ֆիզիկական տարածքն է դառնում Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։ Վերահսկողությունը համատեղ է իրականացվում։ Պարոն Սաֆարյան, այլ հարց է, որ դուք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին կամ փաստաթղթերին թերահավատ եք։ Չենք վստահում, չէ, բայց դա ուրեմն մի կոմպոնենտն է։ Կա նաև համաշխարհային քաղաքականություն, կա նաև քաղաքագիտություն եւ կա նաև իրողություններ։ Այս օրինակը բազմաթիվ անգամ ձեր տաղավարում բերել եմ, երբ որ ռուսները հրաժարվեցին իրենց մարդասպան զինվորին հանձնել Հայաստանի Հանրապետության, նրանք խախտեցին արկա փաստաթղթերը, բայց Հայաստանի Հանրապետությունը ոչինչ ասել չէր կարող։ Եվ մենք կարող ենք հիմա թղթի վրա գրել, որ տվյալ թրիփի հատվածում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այլն, սակայն պրակտիկ ուրեմն պայմաններում, երբ որ դու այսպես ձեռքերը դողալով գնում ես, խնդրում ես, որ եկեք թրիփ այստեղ կառուցեք, որ հանկարծ թուրքերը չմտնեն Սյունիք, այդպիսի պայմաններում դու չես կարող ըմբոստանալ եւ ասել, գիտեք, ինչ դուք արկա փաստաթղթերը խախտում եք այսինչ կետում, որովհետեւ դու ես ձեռքերը դողալով գնացել խնդրել, որ քեզ պաշտպանեն։ Հասկանում եք, այս իրողությունները չեն վերաբերվում միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական կամ որևիցե Հայաստանի հետ կապ ունեցող հարաբերություններին, այսպես է ամբողջ աշխարհում։ Բոլոր հարաբերություններում այսպես է։ Եվ սա է այն հիմքը, որ պետություն հասկացությունը դա այն, այսպես են, գոյակցությունն է, որը կարողանում է ապահովել իր անվտանգությունը եւ կարողանում է ունենալ անկախ արտաքին հարաբերություններ։ Հիմա երբ որ մենք այս ուղղությամբ չենք գնում, մենք ասում ենք եկեք թրիփ կառուցեք, որպեսզի մենք փրկվենք, այդ կառուցողն էլ այդ մեր գեղեցիկ աչքերի համար չի կառուցում։ Հասկանում եք, սրա փոխարեն մենք պիտի գնայինք ընդհակառակը օգտվելով ԱՄՆ-ի աջակցությունից պաշտպանական համակարգեր ձևավորելու եւ ավելի կայուն պետություն ունենալու ուղղությամբ, որը մենք ցավոք սրտի չենք կարող։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ձեր նկարագրածով, պարոն Սաֆարյան, ստացվում է, որ հատկապես նաև Արցախյան պատերազմից հետո, 44-օրյա պատերազմից հետո եւ Արցախի լիակատար կորստից հետո Թուրքիայի համար եւ կամ Ադրբեջան-Թուրքիա այդ տանդեմի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները այդ 30 կիլոմետրանոց շնչուղին էլ փակելու եւ Հայաստանը վերջնականապես կլանելու։ Այ հարց է առաջանում, երբ միջազգային նորմերը, իրավունքները չեն գործում եւ իրենց համար բարենպաստ պայմաններ են ստեղծված, այ ինչու իրենք չեն գնում այդ ամենին եւ միանգամից հարցը լուծեն պատկերն։ Այո, եւ այդպես էլ ուզում են անել եւ այդպես էլ պլանավորում են անել եւ իրենց պատկերացմամբ այդպես էլ անելու են։ Հա, բայց ինչու թողնել հետո, երբ կարող է Հայաստանը փոքր հնարավորություններից օգտվել, հզորանալ, թույլ չտալ, դիմադրել։ Կա երկու խոչընդոտ, մեկը Իրանն է, որը կատեգորիկ պնդեց, որ եթե Ադրբեջանը մտնի Սյունիք, իրանական զորքերը կմտնեն Սյունիք, երկրորդը ԱՄՆ-ն է։ Այս երկու քաղաքական խոչընդոտն է, որը կա Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ, որ նրանք չեն մտնում Սյունիք։ Սակայն քաղաքական խոչընդոտները նրանք հավերժական չեն։ Պետության քաղաքականությունը փոփոխական է։ Նա այսօր մի քաղաքական հիշենք, օրինակ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ոչ միայն աջակցում էր Աֆղանստանին, ոչ միայն ճանաչել էր Աֆղանստանը ռազմավարական դաշնակից, այլ տասնյակ եւ անգամ ըստ որոշ տվյալների անգամ 120 միլիարդ դոլարի ներդրման մասին է խոսքը, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ արեց Աֆղանստանում։ Բայց եկավ ինչ-որ մի պահ, եկավ Բայդենի իշխանությունը եւ Բայդենը ասաց, որ մենք այլևս այնտեղ նպատակահարմարություն չենք տեսնում։ Եվ ուղղակի դուրս եկավ այնտեղից։ Եվ այսօր երբ որ շատերը ասում են, թե ԱՄՆ-ն ինչ-որ ներդրումներ կանի թրիփի վրա եւ իր ներդրումները պաշտպանելու համար կպաշտպանի թրիփը նաեւ ապագայում, 120 միլիարդ ներդրում էր արել Աֆղանստանում, եւ մի վայրկյանում դուրս եկավ Աֆղանստանից։ Այսինքն քաղաքական պաշտպանությունը ինքը ադմինիստրացիայի փոփոխության արդյունքում, աշխարհակաղակական հետաքրքրությունների փոփոխության արդյունքում կարող է փոխվել։ Եվ եթե ԱՄՆ-ն այսպիսի ուրեմն աջակցություն է տրամադրում, այո, Իրանը նաև մեզ աջակցում է, որովհետև Հայաստանով է անցնում դեպի Սևծով գնացող իր ճանապարհը, բայց հիմա տեսեք այսօր Իրանի շուրջ ինչ լարված իրավիճակ է, չէ՞։ Եվ
Այսօր օրինակ Թուրքիան նույն բանին Թրամփին կարող է առաջարկել, որ ինքը մտնի գրավի Սյունիքը եւ փակի Իրանի դեպի Սև ծով տանող ճանապարհը եւ վնասի դրանով Իրանին։ Եվ Թրամփը կարող է համաձայնել դրան։ Չէ, եթե Թրամփի հետաքրքրությունը թրիփն է, Թուրքիան կարող է ասել, խնդրեմ թրիփը թող աշխատի, անգամ խնդրեմ դու արի եւ թրիփը դու կառավարիր։ Խնդիր չկա։ Դրա փոխարեն ես Հայաստանը գրավեմ։ Իսկ Թրամփը, ինչպես գիտենք, առևտրական է եւ չի բացառվում, որ այդ մարդը կարող է գնալ այդ առևտրին։ Այստեղ ամենակարևորը ինչն է, որ մենք հույսներս դրել ենք, որ օրինակ Թրամփը կամ ԱՄՆ-ն այդ առևտրին չի գնա։ Մենք հույսներս դրել ենք, որ Իրանը միշտ կայուն կլինի, միշտ հզոր կլինի, կամ եթե անկայունացման շրջան ապրի, նա կսկսի արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, որը մեր շահերից է բխում։ Այդ ամեն ինչը լավ է, այդ ամեն ինչը գեղեցիկ է, մենք կարող ենք այդպես մտածել, բայց այդ ամեն ինչը մի տարբերակն է, մի հնարավոր տարբերակն է։ Իսկ եթե եղավ վատ հնարավոր տարբերակը։ Այսինքն, եթե ամփոփենք, ձեր պատկերացմամբ լուծումները պետք է լինեն կտրուկ, շրջադարձային, այս իրավիճակում, որովհետև այս փոքր քայլերը, եթե դրանք արվում են, բավարար չեն եւ մեր աշխարհաքաղաքական տարածաշրջանային իրավիճակին համահունչ եւ համարժեք չեն։ Միանշանակ մենք պիտի հասկանանք օրինակ առողջապահության մեջ, չէ, մարդը երբ որ ինչ որ մի խնդիր է ունենում առողջական, նրան փորձում են բուժել ինչ որ դեղամիջոցներով, հա, երբ որ մարդու մոտ լինում է արդեն խորացած խնդիր առաջացել, օրինակ խոց, մարդու օրգազմ եւ այլն, մարդուն վիրահատում են։ Ինչ բան է վիրահատությունը։ Վիրահատության ժամանակ դուք մարդուն պատճառում եք ծայրահեղ ծանր վնասվածք։ Հատում եք, բացում եք իր մարմինը, հատում եք օրգանի ինչ որ մի մասը եւ այլն, չէ՞, ծայրահեղ ծանր, բայց դա պետք է։ Հակառակ դեպքում այդ մարդը կարող է մահանալ։ Հիմա մենք 30 տարի քայքայվել ենք, մենք շարունակում ենք քայքայվել որպես պետություն։ Բոլոր առումներով, թե ֆիզիկապես, այսինքն մարդիկ հեռանում են մեր երկրից, թե արկա համակարգը, որը որ ինքնին խոց է, որը որ պետք է փոխել, չէ՞, մարդիկ ասացին մենք գնում ենք հեղափոխության, բայց այդպես էլ մենք այդ հեղափոխությունը չտեսանք, որ այդ համակարգը պիտի փոխեր։ Եվ այս համակարգը քայքայել է, շարունակում է քայքայել մեր պետությունը։ Սա է պատճառը, որ մենք ստիպված ենք գնալ վիրահատական եւ ինչպես դուք ասեցիք, բեկումնային գործողությունների։ Եվ ոչ միայն արտաքին հարաբերությունների մասով, այլ նաեւ ներքին հարաբերությունների մասով։ Մենք ոչ մեկ անգամ ենք ասել, որ Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել լյուստրացիա, լայնաշերտ լյուստրացիա, բացել գործակալական ցանցերը օտար երկրյա, բացել այն ամբողջ տեղեկատվությունը, իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ տեղեկատվությունը գաղտնի արխիվներում կա, որ նախկին իշխանությունները համատարած թալանել են մեր ժողովրդին։ Այսինքն իրենք հայտարարում են, որ իրենք այդ փաստերը ունեն, բայց պահում են փաստերը գաղտնիության ռեժիմի ներքո, որպեսզի նախկինները չհայտնվեն բանտում։ Այսինքն այս փաստերը բոլորը պիտի բացվի, պիտի քաղաքական, ուրեմն հակապետական գործունեություն ծավալած մարդկանց գործողությունները բացվի, թե ով որ փաստի տակ է ստորագրել, ով ինչի շուրջ է բանակցել, ով որ գերտերության հետ է համագործակցել Հայաստանի Հանրապետության շահի դեմ։ Այս բոլոր փաստերը պետք է բացվեն գաղտնի արխիվներից, որպեսզի արկա դաշտը զրոյանա։ Հա, որտեղ մենք հիմա գտնվում ենք զրոյի, կնեք, մինուսի սեգմենտում, որ գոնե գանք զրոյի սեգմենտ, որ զրոյի սեգմենտից սկսենք զարգանալ։ Հակառակ դեպքում մենք ունենք մի անհեթեթ մի իրավիճակ, որ իշխանությունները ազգային ժողովի ամբիոնից հայտարարում են, որ նախկինները դավաճաններ են, օտարերկրյա գործակալներ են, թալանչիներ են, հանցագործներ են, բայց այդ ամենի փաստերը իրենք ունեն ԱԱԾ-ի եւ այլ գաղտնի արխիվներում, ուղղակի չեն բացել, չեն իրականացնել լյուստրացիա։ Ինչի արդյունքում ինչ է ստացվում, իրենք իսկ հայտարարում են, որ իրենց իշխանության օրոք օտարերկրյա գործակալները եւ ծայրահեղ ծանր հանցագործները գտնվում են պետական ամենաբարձր կառավարման օղակում։ Հասկանում եք, աբսուրդ է սա։ Եվ այս ամենը, եթե մենք չենք կարող թե արտաքին քաղաքականության առումով, թե ներքին քաղաքականության առումով, մեր քայքայումը շարունակվելու է։ Պարոն Սաֆարյան, մի փոքր շեղվենք մեր ներքաղաքական խնդիրներից, դրանք ակնհայտորեն բազմաթիվ են եւ քննարկելու լիքը հարցեր կան, բայց թրիփի մասով մինչև Վենսի այցը մենք տեսանք սպառնալիք հիշեցումներ ռուսական կողմից, բայց արդեն երկրորդ
հայտարարություն է հնչում, մեկը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի մակարդակով, մեկն էլ այսօր է հնչել Գալուզինի մակարդակով, որ Մոսկվան պատրաստ է քննարկել թրիփին միանալու, ներգրավելու հնարավորության հարցերը։ Հիմա ինչու է Ռուսաստանը արդեն այդպիսի ցանկություն հայտնում, այդպիսի պատրաստակամություն հայտնում։ Ռուսաստանը, ինչպես մենք սրա մասին շատ ենք խոսել, խիստ թուլացել է ուկրաինական պատերազմում եւ այս ամեն ինչը շարունակվում է։ Ճիշտ է, Թրամփի գալով Ռուսաստանի թուլացման տեմպերը մի քիչ ավելի փոքրացան, բայց նրանք չեն զրոյացել, մանավանդ արկա է Եվրոպայի աջակցությունը եւ այս գործընթացներում եւ գիտեք ինչ, սա բնորոշ չէ կոնկրետ ռուսական կայսրության, սա բնորոշ է որևիցե կայսրության։ Ժամանակին օրինակ պարսկական կայսրությունը հենց թուլանում էր, այնտեղ բարձրանում են ապստամբություններ կամ բախում էր լինում հռոմեական կայսրության հետ, նրանք սկսում են հայերի նկատմամբ շատ լոյալ լինել, կրոնական առումով, մշակութային առումով, հրավիրում են ուրեմն հայ ժողովրդի ղեկավարներին, ուրեմն իրենց պալատներ եւ այլն, հենց կայունանում էր իրենց վիճակը, կոշտությունը մեծանում էր, սա բնորոշ է որևիցե կայսրության, այդ թվում նաև ռուսական կայսրության։ Այսօր ռուսական կայսրությունը ի վիճակի չէ կոշտ խոսելու, մանավանդ երբ որ դիմացը կանգնած է ԱՄՆ-ն։ Նաև Պուտինյան ռեժիմը փորձում է այն ամենը, ինչը որ կապված է Թրամփի հետ, փորձում է հնարավորինս լոյալ լինել, որովհետև Թրամփը նաև ելնելով իր ամբիցիաներից կարող է կոշտացնել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչից Ռուսաստանը գերվախենում է։ Այս պայմաններում իհարկե Ռուսաստանը հոխորտող դիրքում չի կարող լինել, որովհետև թուլացել է։ Ինչի մասին մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մեր շահերից է բխում, որ հանկարծ Ռուսաստանը ուկրաինական պատերազմում չհաղթի, որովհետև եթե նա հաղթեց այն պատերազմում, նրա դիրքորոշումները խիստ կոշտանալու են եւ եթե եթե Ռուսաստանը կարող է գրավել Եվրոպայի ամենախոշոր պետությունը, ապա այսօր Կովկասը գրավել է իր համար թե քաղաքականապես, թե տեխնիկապես ընդհանրապես խնդիր չէ։ Սա է պատճառը, որ Ռուսաստանի կոշտությունը մեր տարածաշրջանում թուլացել։ Իսկ հնարավորությունը կամ ռեսուրսը ինչպես է գնահատում ընտրությունների շեմին այս նախընտրական շրջանում միջամտելու գործընթացներին, թեև Լավրովը հերքում էր այդ հնարավոր միջամտությունը։ Իսկ մենք պիտի հասկանանք ինչ միջամտության մասին է խոսքը։ Ինչ բնույթի միջամտություն։ Իրենք փորձելու են հանրային տրամադրությունները փոխել, արդեն հայտնի է, որ 165 միլիոն ռուբլի են տրամադրում իրենց ազդեցության գոտիներում փափուկուժով հանրային տրամադրությունները փոխելու։ Եվ նաև այդպիսով գուցե միջամտելու արդյունքը։ Նայեք, եթե օրինակ Ռուսաստանը փորձի Հայաստանում իրականացնել պրոռուսական PR, ապա իր համար դա ծայրահեղ դժվար կլինի, որովհետև մենք բոլորս տեսանք, թե ինչպես Ռուսաստանը հանձնեց Արցախը։ Իսկ բոլորս չտեսանք, պարոն Սաֆարյան, կարծում եմ, հանրային ամենայնիվ զանգված կա, որը համարում է, որ Ռուսաստանը կապ չուներ այդ ամենը։ Այո, դե չի կարող այդպեսի զանգված չլինել։ Դա կապված չի մեր երկրի հետ որևիցե երկրում։ ԱՄՆ-ն, որ այսպես տարիներ շարունակ հակառուսական պետություն է, այնտեղ էլ այդպեսի զանգվածներ կան։ Բայց այս զանգվածը շատ մեծ չի։ Դրա մասին է խոսքը։ Եվ այս զանգվածը շատ խոսելու տեղ չունի, որովհետև ռուսական զորքը կանգնած էր Արցախում եւ ռուսական զորքը հանձնեց Արցախը թուրքերին։ Այստեղ Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա, եթե փորձի PR-ի միջոցով գրավել մարդկանց սրտերը։ Կդժվարանա, այսինքն փողերը ծախսի օրինակ PR-ի վրա։ Ինչ վերաբերվում է նրան, որ որոշ մարդիկ ասում են, որ Ռուսաստանը կփորձի իշխանություն ստանձնել պրոռուսական ուժերի միջոցով, այսինքն նախկինների միջոցով, կամ նոր պրոռուսական ուժերի միջոցով։ Այդպիսիք ստեղծելը շատ դժվար կլինի։ Զրոյից ստեղծել պրոռուսական ուժ, որը հանրային։ Դե մեր ձևովին են ասում։ Մեր ձևովը նոր չի։ Ինչ է, մենք նոր ենք ճանաչում Սամվել Կարապետյանին։ Այդ մարդը նույնպես ռուսական օլիգարխ է եւ գտնվել է ոչ ուղիղ կերպով իհարկե Հայաստանի իշխանության մեջ, բայց ամբողջական կապերով եւ ռուսական ուրեմն էլիտայի հետ եւ Հայաստանի իշխանության հետ միշտ կապերի մեջ է եղել։ Այսինքն մեր ձևովը նույնպես գտնվում է նախկինների սեգմենտում։
Այսպիսի գործողություններով, այսինքն նախկինների ռեսուրսը կիրառելով Ռուսաստանը ոչ թե փորձում է խանգարել ինչ որ մեկին կամ Նիկոլ Փաշինյանին, այլ ամեն կերպ օգնում է նրան, որովհետև նախկինների նկատմամբ հայ ժողովուրդը ունի այնպիսի խոր ատելություն, որ երբ որ տեսնում է սևին, նախկինին, նա ստիպված ընտրում է ներկաներին եւ այսօր ահռելի զանգվածներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք չեն ուզում ոչ տեսնել ոչ նախկիններին, ոչ ներկաներին, սակայն երբ որ երկընտրանքի առաջ են կանգնում, որպես չարյաց փոքրագույն ընտրում են ներկաներին։ Այս ամենի մասին շատ լավ տեղյակ են նաև թե ռուսական հատուկ ծառայությունները, թե ռուսական քաղաքական էլիտաները, եւ երբ որ իրենք իրենց այդ նախկիններին կամ պրոռուսական ուժերին հանում են փողոց, հանում են մեդիադաշտ, դա անում են միայն այն պատճառով, որ նրանք ուզում են աջակցել Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրանց վերադարձը Հայաստանում, չգիտեմ, անպատկերացնելի մի բան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։